Հարգելի հայրենակիցներ, այսօր երկրորդ անգամ է առիթ առաջանում ուղիղ եթեր մտնելու, առավոտյան մենք քննարկում ենք փոքր ու միջին բիզնեսին վերաբերող խնդիրները, իսկ հիմա ուզում եմ երկրորդ, այսպես ասած, լայվի նպատակը նշել, առիթը դրական է եւ աշխալուսանք է վարորդներին։ Ճիշտ է, դեռ վերջնական աշխալուսանք չէ, բայց էլի աշխալուսանք է։ Ինչպես հայտնի է, մենք դատի էինք տվել Մայր Հայաստան խմբակցությունը, դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին եւ վիճարկել էր ավականուային որոշումը, համաձայն որի կարմիր գետագծերը թանկանալու են։ Մենք դատի էինք տվել եւ 24 թվականի համար ընդունված որոշումը եւ 25 թվականի համար ընդունված որոշումը։ 24 թվականի հետ կապված, գիտեք, վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել այդ թանկացումը, որը կարմիր եւ կապույտ գետագծերում կար, ավելի քան 13 անգամ կարմիր գետագծերի մասով էր եւ կրկնակի արաբկիրում, նաեւ ժամավճարն էր թանկացած, կենտրոնում 300 դրամ, արաբկիրում 200 դրամ, այդ կապույտ գետագծերի մասն է խոսքի 200 դրամի 1 ժամվա համար։ Քաղաքային իշխանությունը դրանից հետո գնաց այդ մանր չարաճճիության եւ շուստրության ճանապարհով ու սկսեց հերթով վիճարկել, վերաքննիչում պարտվեցին, հետո հիմա վճռաբեկում է գտնվում 24 թվականի որոշումը։ Բայց սրանք արհամարելով դատական որոշումը նաեւ 25 թվականի համար էին թանկացրել ավտոկայանատեղիները եւ մենք այդ որոշումն էլ ենք դատի տվել եւ այսօր դատարանը լրիվ ուրիշ կազմով կոլեգիալ ամբողջությամբ ընդունել է այն հիմքերը, համաձայն որի մենք բողոքարկում էինք այդ թանկացման որոշումը կարմիր գետագծերի, գիտեք, մինչև 160,000 դրամ տարեկան են սարքել, այսինքն 13 անգամից ավել թանկացրել են, եւ ահա այդ որոշումը 25 թվականին նույնպես անվավեր է ճանաչվել բոլոր հիմքերով, եւ այս անգամ արդեն մեր հայցը մի փոքր այլ բնույթի էր եւ որոշումն էլ այդ բնույթի եղել։ Դատարանը որոշել է, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները, նրանք ովքեր վճարել էին 160,000 դրամ, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո կարող են դիմել քաղաքապետարան եւ ստանալ այն գումարի տարբերությունը, որը իրենք ավել վճարել են։ Այսինքն դատարանը ասում է, որ այդ թանկացումը անվավեր է ճանաչվում, ապօրինի է, ընդունում է մեր բոլոր այն հիմքերը, որ չկան հիմնավորումներ, նպատակահարմարություն, adekvatություն, այսպես ասած, բոլոր առումներով ասում են, որ քաղաքապետարանում ուղղակի պարզ մարդկային լեզվով ասած թալանի որոշում են կայացրել եւ այդ թանկացումը քաղաքացիների վրա հսկայական բեռ է դարձել, դատարանը ասում է, որ դա ապօրինի է։ Սա 25 թվականի որոշմանն է վերաբերում, հիշեցնում եմ։ Այս առումով ենթադրվում է, որ քաղաքային իշխանությունը կգնա կրկին բողոքարկելու ճանապարհով, ինչպես որ 24 թվականի համար են անում, այդ իրենց մանր չարաճճությունները կանեն, բայց սա մեզ պետք է հիմք տա, հույս տա, որ ի վերջո մենք կհաղթենք դատարանում։ Այստեղ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Նովալեքսի ավագ գործընկեր Վայե Գրիգորյանին, ով մեր շահերն է ներկայացնում, նաև քաղաքացիների շահերն է ներկայացնում դատարանում եւ մեր համատեղ գործունեությունը տալիս է իր արդյունքները։ Վային բարևներ, ողջուններ եւ շնորհակալություններ ինչպես մեր կողմից, այնպես էլ մեր քաղաքացիների, կարծում եմ ավել նոր չի լինի ասելը, որովհետեւ մենք համատեղ պայքարում ենք քաղաքացիների շահերի պաշտպանության համար եւ Վայե Գրիգորյանի հետ մենք համատեղ կարողանում ենք հաղթանակներ տանել։ Սա առաջին հաղթանակը չի իհարկե։ Ես հիշեցնեմ, որ նորից 24 թվականի հետ կապված որոշումն ենք տարել եւ հաղթել դատարանում, ուղղակի սրանք ձգում են, հիմա 25 թվականի հետ կապված է,
միակ տարբերությունը այստեղ այն էր, որ 24 թվականի որոշումը բավական ուշ կայացվեց, համարյա տարին ավարտվելու վրա էր եւ մարդիկ արդեն վճարել են։ Հիմա դատարանը հաշվի առնելով, որ թերևս հաշվի առնելով, որ այս process-ը կա, ավելի շուտ է որոշումները կայացրել, քաղաքային իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագիր պլյուս այդ կցորդ հանրապետությունը, այսքանից հետո պետքա գետինը մտնեն ու նաեւ եթե իհարկե ունեն էլ այդ նամուս թասիբը հետ կանգնեն իրենց այդ որոշումից, որովհետեւ լրիվ ուրիշ կոլեգիալ կազմով դատարանը որոշում է կայացրել, որ կարմիր կետագծերի թանկացումը անվավեր է պետք ճանաչել, դա ապօրինի է, իրավական հիմք չունի։ Հիմա սրանք երկարականջի համառությամբ երևի կփորձեն նորից այդ բողոքարկումների ճանապարհով գնալ, բայց մենք էլ հետնահանջ չենք անելու, ինչպես որ հետնահանջ չենք անելու մեր թիմակից Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշման հարցում, գիտեք, այդտեղ էլ ենք հաղթել ՔՊԿ պլյուս հանրապետությանը եւ դատարանը ապօրինի է ճանաչել մանդատից զրկելը, որովհետեւ ակնհայտ քաղաքական որոշում էր կայացրել, ապօրինի կամայական։ Հիմա մեզ ինֆորմացիա է գալիս, որ Սոնա Աղեկյանի որոշումն են բողոքարկում, որ վերականգնվի նրա մանդատը։ Այդ որոշումը բողոքարկում են։ Ինչ վերաբերում է կարմիր կետագծերին, Ժողովուրդ ջան, հետևողական ենք լինում։ Մայր Հայաստանը շարունակելու է պայքարը ոչ միայն քաղաքական հարթության վրա, այլ նաև սոցիալական հարթության, քաղաքացիների շահերի պաշտպանության հարթության վրա, եւ մենք համոզված ենք, որ հետևական պայքարի արդյունքում կկարողանանք հստակ կետեր ամրագրել եւ արդյունքներ ստանալ դրական մեր քաղաքացիների շահերից ելնելով։ Առայժմ այսքանը, Ժողովուրդ ջան, շաբաթ օրով վատ դուր չէ, չնայած դատարանը մի քիչ ավելի շուտ էր որոշումը կայացրել, բայց հրապարակումները այսօր են եղել, այսօր ենք հրապարակայնացնում։ Հետևենք զարգացումներին եւ մեր իրավունքները կարողանանք պաշտպանել։ Իսկ երբ որ վերջնական արդեն վճիռները կլինեն, ուժի մեջ կմտնեն, մենք քաղաքացիներին կդիմենք 24 թվականի համար կհուշենք, թե ինչ է պետք անել, նրանց նաև իրավական աջակցություն կտանք, որպեսզի անհատական դատական հայցեր մտցնեն եւ հետ ստանան իրենց գումարները։ Իսկ 25 թվականի որոշումը ուժի մեջ մտնելուն պես հարգելի քաղաքացիներ կարող եք արդեն դիմել եւ ստանալ այն գումարի տարբերությունը, որը դուք ավելորդ վճարել եք։ Տեսեք, օրինակ նույնս ավտոկայանատեղիների մասին մասով խայտարակ վիճակ է հիմա արհեստական խցանում էին առաջացնում։ Մի խոսքով կարող եք դիմել եւ ստանալ ձեր գումարները, Ժողովուրդ ջան։ Լավ եղեք, առայժմ